Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Բարև ձեզ։ Փաստինֆոյի եթերում շարունակում ենք հետևել միջազգային իրադրությանը։ Միացյալ Նահանգները ջանքեր է գործադրում ուկրաինական ճգնաժամը կանգնեցնելու եւ ուկրաինական պատերազմը կանգնեցնելու համար։ Բայց այդ ջանքերը կարծես թե դեռևս չեն պսակվում հաջողությամբ։ Միացյալ Նահանգների ղեկավարը իր այս նախաձեռնություններում հանդիպում է բավականին լուրջ դիմադրության, բայց դիմադրում են հենց նրա դաշնակիցները, հատկապես Եվրոպական միության անդամները։ Այս գործում մեծ ակտիվություն է ցուցաբերում Մեծ Բրիտանիան, ում անվերապահորեն աջակցում են Ֆրանսիան եւ Գերմանիան, որոնք դեմ են ըստ էության պատերազմի կանգնեցմանը։ Ճիշտ է, նման հայտարարություններ չեն անում, բայց այն քայլերը, որոնք հետևում են նրանց կողմից, վկայում են այն մասին, որ այդ երեք երկրները առնվազն դեմ են, որպեսզի ռազմական գործողությունները կանգնեցվեն։ Եթե հիշում ենք, Մեծ Բրիտանիան դեռ 2022 թվականի մարտին էր Զելենսկուն խորհուրդ տվել չընդունել Ստամբուլյան պայմանավորվածությունները եւ շարունակել ռազմական գործողությունները։ 22 թվականից մինչ օրս դա Ուկրաինային արժեցավ մոտ 1.7 միլիոն զոհ եւ անհետ կորած։ Եվ հիմա Մեծ Բրիտանիան շարունակում է նույն քաղաքականությունը։ Առաջանում է հարց, ինչով է Մեծ Բրիտանիան շահագրգռված, որպեսզի ռազմական գործողությունները չկանգնեցվեն։ Իսկ պատասխանը բավականին պարզ է։ Մեծ Բրիտանիայի տնտեսությունը պահող ճյուղ այսօր հանդիսանում է ռազմարդյունաբերությունը։ Բրիտանական ռազմական գործարանները այսօր 24/7 ռեժիմով աշխատում են ուկրաինական ճակատը անհրաժեշտ զենքով ապահովելու համար, իհարկե ոչ անվճար։ Բայց այստեղ խնդիրն այն է, որ եթե ռազմական գործողությունները դադարեցվեն եւ ռազմական գործարանները զրկվեն պատվերներից, ապա Մեծ Բրիտանիայի տնտեսությունը բավականին խորը ճգնաժամի մեջ է հայտնվելու եւ այսօր տնտեսության ակտիվությունը ըստ էության ապահովում է այդ գործարանների ակտիվությամբ։ Եվ այս կարճ ժամանակահատվածում Մեծ Բրիտանիային հաջողվել է ոչ տարածքում երկրի կառուցել շուրջ 13 ռազմական գործարան։ Իհարկե մի փոքր անհավատալի է ընդամենը 2.5 տարվա ընթացքում այդքան գործարան կառուցել։ Դա նշանակում է, որ Մեծ Բրիտանիան դեռ շատ վաղուց է սկսել պատրաստվել ապագա պատերազմին, շատ լավ իմանալով, որ այն իրավիճակը, որ դասավորվում է Ուկրաինայում, աներկբա հանգեցնելու է ռազմական գործողությունների։ Դրա համար էլ Մեծ Բրիտանիան ժամանակին է կառուցել այդ գործարանները պատրաստվելով պատերազմի։ Իսկ հիմա Բրիտանիան, Ֆրանսիան եւ Գերմանիան շատ լավ հասկանում են, որ եթե ռազմական գործողությունները դադարեցվեն, ապա տնտեսությունը միանգամից անկում է ապրելու։ Իսկ դա բերելու է իր երթին բավականին լուրջ սոցիալական ցնցումների եւ սա իր երթին հանգեցնելու է անխոս իշխանափոխության։ Այդ ամենը շատ լավ իմանալով նրանք նաև իրենց առաջ խնդիր են դրել ստրատեգիական հաղթանակ տանել Ռուսաստանի Դաշնության հանդեպ եւ դա անել ռազմի դաշտում։ Ինչը չի մտնում Մեծ Բրիտանիայի եւ Ֆրանսիայի ու Գերմանիայի դաշնակից Միացյալ Նահանգների պլանների մեջ։ Համենայն դեպս Տրամպը շատ լավ հասկանում է, որ եթե ռազմական գործողությունները չի կարողանում դադարեցնել, դա նաեւ բավականին լուրջ իմիջային հարված է լինելու նրա անձին եւ նաեւ հնարավորություն է տալու Միացյալ Նահանգների ներսում նրա դեմ արտահայտվող զանգվածին այս ամենը օգտագործել Տրամպին անվստահություն հայտնելու համար։ Քանզի եթե հիշում ենք, Տրամպը նաեւ քարոզարշավի ժամանակ էր նշում, որ իր գլխավոր նպատակներից մեկը ուկրաինական պատերազմը կանգնեցնելն է։ Եթե չի կարողանում կանգնեցնել ուկրաինական պատերազմը, նշանակում է չի կատարում նաև իր նախընտրական կարևոր խոստումներից մեկը։ Իսկ ինչ կարող է լինել, եթե Ուկրաինան հրաժարվի ընդունել Միացյալ Նահանգների առաջարկը եւ շարունակի ռազմական գործողությունները, ենթարկվելով Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի եւ Գերմանիայի ղեկավարների ճնշմանը։ Միացյալ Նահանգները այսօր զենք չի մատակարարում Ուկրաինային։ Միացյալ Նահանգները կատարում է այն պատվերները, որոնք ստանում է Եվրոպական միությունից, հետևաբար եթե չկա պատվեր, չի լինելու նաև զենքի արտադրություն, բայց մյուս կողմից Միացյալ Նահանգները կարող է դադարեցնել հետախուզական տվյալների փոխանցումը Ուկրաինայում, որ հնարավորություն է տալիս նրանց ճշգրիտ կետային հարվածներ հասցնել նաև մեծ հեռահարության վրա։ Եթե Ուկրաինան չի ստանում այդ տվյալները, ապա դառնում է բավականին խոցելի ռուսական օդուժի եւ տեխնիկայի համար։ Սա Զելենսկու համար կարող է նաև կործանարար լինել, բայց մյուս կողմից չընդունել այդ պայմանները եւ զրկվել Միացյալ Նահանգների աջակցությունից, թե ընդունել այդ պայմանները եւ փաստացիորեն հրաժարվել երկրի տարածքի մի մասից, բավականին ծանր ընտրության է, որ առաջ կանգնած է այսօր Զելենսկին։ Ինչևէ,
Ինչպես ասում են, մի քանի օր է մնացել, որպեսզի պարզ լինի Զելենսկին կընդունի այդ պայմանները թե ոչ։ Գոհունակության օրը հեռու չէ եւ Տրամպի պայմանն էլ ըստ էության հեռու չէ, կամ մինչեւ գոհունակության օրը Զելենսկին կընդունի այդ պայմանները եւ կստորագրի խաղաղության պայմանագիրը, կամ չի ընդունի այդ պայմանները եւ կգերադասի շարունակել պատերազմը արդեն անհայտ հետևանքներով։ Առաջին հերթին հենց իր համար։ Ինչևէ, սպասենք տեսնենք, թե իրավիճակը այստեղ ինչպես է զարգանալու։ Երկրորդ թեման, որին ցանկանում եմ անդրադառնալ, նաև մեր հետ է կապված։ Ամերիկյան Ատլանտյան խորհուրդը ըստ էության դեմ չէ, որպեսզի ստեղծվի թուրքական ժողովուրդների ՆԱՏՕ կամ թուրքական ՆԱՏՕ։ Համենայն դեպս նման հայտարարություն է արել այդ խորհրդի ժամանակ Միացյալ Նահանգների ներկայացուցիչը, նշելով նաև, որ իրենք աջակցում են եւ շատ լավ հասկանում են, որ թուրքական ՆԱՏՕ-ն ամբողջությամբ ձևավորելու համար երկու կարևոր կոմպոնենտ է պակասում՝ ուշադրություն Հայաստանը եւ Տաջիկստանը։ Տաջիկստանի հետ կապված պարզ է, կենտրոնականության ամբողջացնելու համար իրենց օդու ջրի պես պետք է, որպեսզի իրանախոս Տաջիկստանը եւս ներառվի թուրքախոս երկրների խմբի մեջ, ինչը մի փոքր անհավատալի է թվում։ Եվ երկրորդը մի փոքր անհավատալի է թվում իրենց համար, որ Հայաստանը կարող է ներառվել թուրքախոս երկրների խմբի մեջ եւ ամբողջացնել թուրքական ՆԱՏՕ-ն։ Իսկ հիմնական նպատակ եւ թիրախը Իրանը եւ Ռուսաստանի Դաշնությունն են եւ ամերիկյան Ատլանտյան խորհուրդը դա չի երթակցնում։ Մյուս կողմից բավականին ակտիվ աշխատանքներ են ընթանում նաև արաբական ՆԱՏՕ-ի ստեղծման ուղղությամբ, որի ղեկավարը լինելու է Սաուդյան Արաբիան։ Սա եւս իրատեսական է եւ արդեն Եմենի հուսիների դեմ պատերազմը ցույց տվեց, որ արաբական երկրները որոշակի փորձ ունեն ռազմական դաշինք կնքելու համար։ Կարևոր է, որ այդ արաբական ՆԱՏՕ-ն իհարկե ուղղված չլինի Միացյալ Նահանգների գլխավոր դաշնակցի Իսրայելի դեմ, չնայած Գազայում տեղի ունեցող իրադարձություններին։ Նրանց հիմնական նպատակ եւ թիրախը Իրանն է եւ արաբական երկրներին իրենք պատրաստվում են օգտագործել Իրանին հարվածներ հասցնելու կամ Իրանին զգալիորեն թուլացնելու համար։ Եվ այդ գործում իր մեծ աջակցությունը նրանց ցուցաբերելու է Էրդողանը իր կողմից ձևավորված կամ ապագայում ձևավորվելիք թուրքական ՆԱՏՕ-ի միջոցով։ Այստեղ խնդիրը այն չէ, թե ինչ կլինի հետագայում Իրանի հետ եւ ինչ կլինի նաեւ ինչպիսի ճակատագիր կունենա նույն թուրքական ՆԱՏՕ-ն, բայց այստեղ խնդիրն այն է, որ Հայաստանին ներքաշում են վտանգավոր խաղի մեջ, որը մեր համար անկանխատեսելի հետևանքներ կարող է ունենալ։ Սա ոչ միայն Հայաստանը կդնի ուղիղ հարվածի տակ Իրանի եւ նաեւ Ռուսաստանի կողմից, այլ նաեւ մեծապես կազդի մեր հարաբերությունների վրա մեր ավանդական դաշնակիցների հետ, այդ թվում հունական աշխարհի հետ, Հունաստանի եւ Կիպրոսի։ Սրա մասին է պետք մտածել ըստ էության եւ բավականին ճիշտ ժամանակին եւ կտրուկ արձագանքել նման առաջարկներին։ Հայաստանը երբեք ոչ մի պարագայում չի կարող լինել որևէ թուրքական խմբավորման մեջ, առավել եւս թուրքախոս երկրների ռազմական բլոկի մեջ։ Սա նաեւ քաղաքակրթական ընտրություն է, որին Հայաստանն ըստ էության եւ պետք է որ պատրաստ չլինի։ Ինչևէ, սպասենք տեսնենք, թե այս ուղղությամբ ինչպես են զարգանում իրադարձությունները։ Վերջին թեման, որին ցանկանում եմ անդրադառնալ, կապ ունի Սիրիայի հետ։ Մեր նախորդ հանդիպան ժամանակ մենք խոսել ենք այդ մասին, նշելով, որ Աշ-Շարան փորձում է իրեն մի փոքր հեռու պահել Թուրքիայից եւ չի ենթարկվել Էրդողանի ճնշումներին եւ նրա հետ չստեղծել ռազմավարական դաշինք։ Եվ նաեւ նշել էինք, որ սա Էրդողանը անկասկած օգտագործելու է Աշ-Շարային վնաս հասցնելու համար։ Եվ ահա, ինչպես ասում են, շաբաթն ուրբաթից շուտ եկավ։ Արաբական լրատվամիջոցները հայտնում են, որ Սիրիայում ամենայն դեպս Հոմս քաղաքում հարձակումներ են սկսվել ալավիների եւ նաեւ ըստ արաբական լրատվամիջոցների հայերի վրա։ Եվ այդ ամենն արվում է իսլամիստների միջոցով։ Արդեն ալավիների խորհրդի ղեկավարությունը կոչով դիմել է Սիրիայի քաղաքացիներին, խնդրելով դուրս գալ փողոց եւ պաշտպանել փոքրամասնություններին իսլամիստների հարձակումներից։ Իսկ ում են ենթարկվում իսլամիստները։ Համենայն դեպս իսլամիստները չեն ենթարկվում Աշ-Շարային, բայց ակնհայտորեն ենթարկվում եւ պետք է ենթարկվեն Թուրքիային, քանզի թուրքական պարենային ապահովման մեջ են գտնում եւ նաեւ ողջ հանդերձանքն ու սպառազինությունը ապահովում է Թուրքիայի կողմից։ Կրկնում եմ, Շարան կարող է նաեւ նրանց նկատմամբ չունենալ լիակատար իշխանություն, բայց իսլամիստները աներկբա ենթարկվում են Թուրքիային։ Հետևաբար սա Էրդողանի ձեռքի գործն է եւ այստեղ կարող է նաեւ թուրքական հետ դինել։ Իսկ պատճառը հիմնականում պարզ է։ Արաբական աշխարհում եւ Սիրիայում ստեղծել անվստահություն Աշ-Շարայի նկատմամբ եւ իսլամիստների ձեռքով տապալել նրա իշխանությունը, փորձելով բերել մի իշխանություն, որը աներկբա կենթարկվի Էրդողանին։ Իսկ դրա հասնելու համար ամենակարճ ճանապարհը ալավիների եւ հայերի հերթական ցեղասպանություն իրականացնելու փորձն է, որի փորձը ցավոք սրտի արդեն 100 տարուց ավելի ունի Թուրքիան եւ շատ լավ գիտի, թե ինչպես դա
պետք է անել։ Իսկ հայ համայնքը իրականում սպառնալիքի տակ է, վտանգի տակ է, եւ այն հեռախոսազրույցը, որ եղավ Հայաստանի եւ Սիրիայի արտաքին գործերի նախարարների միջեւ, կարծում ենք պետք է այս խոսակցությանը վերադառնալ եւ Հայաստանի արտգործնախարարությունը իր սիրիացի գործընկերների միջոցով ամեն ինչ պետք է անի, որպեսզի ապահովի կամ հնարավորինս փորձի ապահովել առնվազն մեր հայրենակիցների անվտանգությունը Սիրիայի ողջ տարածքում։ Այս թեմաներն էին, որոնց այսօր ես ցանկացա անդրադառնալ, այսօր այսքանն է, շնորհակալություն, կհանդիպենք եթերում։